Ես կարծում եմ, որ մենք հոգևոր դասի ունենք այնպիսի ազնիվ հոգևորականներ, որոնք իրոք արժանի կլինեն դառնան arczepiskopոսներ, կաթողիկոս։ Համոզված եմ, որ այդպիսի մաքրամաքուր հոգևորականներ մեր կառուցում, հոգևոր կառուցում կգտնենք եւ կարող են շարունակել, այսպես ասած, կաթողիկոսի աշխատանքը, իսկ այն մյուս բոլոր հոգևորականները, որոնք այդ պահին եղել են այդ օդանավակայանում եւ դիմավորում էին կաթողիկոսին, նույն դաշտի մեջ են, նույն օղակի մեջ են։ Սա է իրողությունը։ Իսկ ինչու մենք այդ ընդվզող հոգևորականներին բարեպաշտ նաև, որոնց մասին դուք խոսում եք, չենք տեսնում, ոչ ոք չի ընդվզում կարծես։ Դա անթաքուց այդպես թվում է, բայց ես համոզված եմ, որ եւ ամբողջ այսպես ասած հոգևորականների մեջ կան այդպես ասած գաղտնի ընդվզումները։ Պարզապես մի քանի անգամ ականատես եղել ենք, երբ որ վեր են կացել, բողոքել են, ընդվզել են, անմիջապես հեռացվել են հոգևոր իրենց աշխատանքի գործունեությունից։ Ինձ թվում է ընդհանրապես դա է, բայց երբ որ մենք անհատապես հանդիպում ենք, լսում են, իրենք եւս իրենց բողոքն են հայտնում այդ մաֆիոզ համակարգին, որը ներկայումս գտնվում է Վեհարանում։